Վերնատուն։ Հանրային ռադիոյի եթերում Վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիոլսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում ու նաև Facebook-յան հարթակում մեզ դիտողներ։ Իմ հյուրն այսօր արվեստագետ Աշոտ Աշոտն է։ Ողջույն Աշոտ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալություն հրավիրելու համար։ Շատ ուրախ եմ ձեզ կրկին մեր տաղավարում տեսնելու համար։ Մենք առիթը բաց չենք թողում յուրաքանչյուր անգամ, երբ դուք այցելում եք Հայաստան, մենք այսպես հետաքրքիր զրույց ենք ունենում ձեզ հետ արվեստից եւ ընդհանրապես արվեստի եւ իրականության հետ կապից եւ այլ թեմաներից։ Այսօր ես ուզում եմ մեր զրույցը սկսենք այն բանից, որ հիշելով, որ դուք խորհրդային իրականությունը ազատականացնող, այսպես ասած, արվեստագետներից մեկն եք եւ հետաքրքիր է այդ ազատական գաղափարները իրենք ինչպես են տրանսֆորմացվել ձեր կյանքում, քանի որ ուրիշ է լինել ազատ կամ ազատության մասին մտածել խորհրդային պայմաններում, ուրիշ է լինել Փարիզում եւ ուրիշ է տարիներ անց վերադառնալ Հայաստան եւ փորձել այստեղ հայկական միջավայրում նորից ազատական ինչ-որ բան փնտրել։ Հետաքրքիր նա է, որ ազատության ձևակերպումներ այսօրվա օրով շատ կան։ Ամեն գրող, ամեն բանաստեղծ, ամեն արվեստագետ կամ արվեստաբան տվել է իր ձևակերպումը ազատության։ Ես ճիշտն ասած ունեմ իմս։ Իմ համար ազատության ձևակերպումը դա նա չէ, որ եթե ես կարող եմ անել այն ինչ որ ուզում եմ, ուրեմն ես ազատ եմ, ոչ։ Եթե իրականությունը համապատասխանում է իմ բնությանը, ես ազատ եմ։ Ես այդ տեսակ եմ նայում։ Դրա համար 80-ականների, 90-ականների բոլոր շարժումները, որ Հայաստանում եղավ եւ ամեն պայքարող առաջարկում էր իր բանաձևը, իր լուծումը, ազատությունը վերգրավելու համար, նորից գտնելու եւ մտցնել իրականության մեջ, իմ ազատության առաջարկը դա նա էր, որ մարդը պետք է իրան փոխի, որովհետև եթե մենք մեզ չփոխենք, իրականությունը անընդհատ լինելու է ուրիշը եւ մենք անդադ մեզ դժբախտ ենք զգալու։ Դա կոնֆորմիզմի մասին չի, շատերը կարող են մտածել, որ ես խոսում եմ կոնֆորմիզմի մասին, ոչ, պետք է կիրառենք մեր իրականության վրա, պետք է կիրառենք ուրիշ տեսակի չափանիշներ, ավելի բարձր չափանիշներ, որ մեզ մի քիչ մարդ զգանք, մարդ, ոչ թե կենդանի, այլ մարդ զգանք, դրա համար այսպիսի մեծ չափանիշներով պետք է մտածենք, ոնց որ ժամանակը, օրինակ ժամանակի մեջ տեսնենք ինչ որ բաներ, տեսնենք բացարձակ ճշմարտության մեջ, փոխհարաբերությունների մեջ տեսնենք իրականությունը, այդ ժամանակ շատ բաներ ուղղակի կամ վերանում են, կամ մենք ուրիշ տեսանկյունով ենք իրենք նայում եւ այլևս դրանք մեզ ոչ գրգռում են, ոչ ճնշում են, ոչ բռնության մեջ են մեզ գցում, այլ ուղղակի կամաց ստեղծում է որոշակի հավասարակշռություն, որովհետեւ եթե վերադառնանք 80-ական, 90-ական թվականներին, կարող ենք տեսնել, որ մենք փորձեցինք հեղափոխությունը իբր ազատություն ստանալու մի եղանակ, փորձեցինք կրթություն եւ այլն հազար բան փորձեցինք ընդհուպ միջև Ղարաբաղյան շարժումն էլ փորձեցինք ընկալել որպես ազատության ընդհուպ միջև փոխել իշխանություն, այս կուսակցությունը փոխարինել մյուս կուսակցության, այն կուսակցությունը մյուս կուսակցության, բայց իրականում ինչը փոխվեց, սովետական ստալինյան ժամանակներից լենինյան ժամանակներից միջև մի կաշառքը ոնց կար, տենց մնացել է, չէ՞։ Չարաշահումը, պաշտոնի չարաշահումը Լենինի
ավելի հետ գնանք, հա, Տիգրան Մեծի ժամանակից միջևի դա նույն բաներն են, հա, կաշառքը չի վերանալու, բռնությունը չի վերանալու, չարաշահումը չի վերանալու, դա հնարավոր է մենակ այն ժամանակ, երբ որ մարդը փորձի ինքն իրեն փոխել, հա, եւ հասկանա, որ այդ ղեկավարման իերարխիայի մեջ չի վերջանում պրեզիդենտով, ասենք, թե, հա, կամ Եվրոկոմիսիայով չի վերջանում, հա։ Իսկ եթե այդ ամեն ինչը ձեր ասածը հենց ձեր օրինակով եւ ձեր արվեստի օրինակով փորձենք ցույց տալ, օրինակ ձեզ մոտ ինչպես տեղի ունեցավ խորհրդային միջավայրից անցումը դեպի, ասենք, եվրոպական միջավայր, որը ավելի ազատական է եւ ավելի բաց է արվեստի հանդեպ։ Ես ունեի նման ինչ որ պատկերացում, հա, Եվրոպայի, Ամերիկայի նկատմամբ, երբ որ երիտասարդ էի, բայց շատ արագ այդ վերացավ մոտս, հա, որովհետև ես գնացի, այ վերջապես իմ ազատամիտ ստեղծագործությունը այստեղ հանգիստ կընդունվի, պարզվեց չէ, հա։ Եթե ստեղ մենք ասում ենք, այ մենք հետամնաց ենք կամ հասարակությունը հետամնաց, դրա համար չի ընդունում եւ այլն, այնտեղ էլ ոչ թե հետամնաց են կամ այնտեղ հղպացած են, հա, հղպացած են եւ այդ հղպացածությունը գալիս է նրանից, որ իրանք մտածում են իրանք ամենալավն են, հա, այսինքն ես Եվրոպայում եմ, ես գերմանացի եմ, դա արդեն ասում է, որ ես լավագույն դիրքն եմ գրավում հասարակության մեջ, ինչի որովհետև գերմանացի եմ, այսինքն գերմանացի, դա ազգայնականություն է, ոչ միայն ազգային, այսինքն ես եվրոպացի եմ, հա, ու իրանք ասում են, որ եվրոպացի դա նշանակում է որակ, եվրոպացի դա որակ չի, դա աշխարհագրական դիրք է, հա, բայց իրանք ընդունում են, որ եվրոպացի, ամերիկացի դա որակ է, եւ կապ չունի թե դու ավարտել ես համալսարան, չես ավարտել, եթե դու ամերիկացի ես, ուրեմն դու որակով ավելի բարձր ես։ Բայց այդտեղ ճշմարտություն չկա ձեր կարծիքով։ Դե ճշմարտություն մի տեղ կա, Նազելի ջան, դա վերևն է։ Ճշմարտությունը մեկն է, ինչ որ տեսակի ճշմարտություն։ Դե եթե մենք վերցնենք հարաբերական ճշմարտությունները, իրանք համապատասխան ինչ որ տեղանքի ճշմարտությունները արժեք ունեն, բայց հենց որ այդ իրավիճակը փոխվում է, արժեքը կորում է, հա, օրինակ պատերազմի տարի, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին արվեստի գլուխգործոցները կարելի էր փոխել մի կտոր հացով, հա, Այդքան էժան էին։ Հա, մարդիկ օրինակ ունեին Մալևիչ, Կանդինսկի եւ փոխում էին, ասենք թե մի կտոր հացով փոխում էին, որտեվ Կանդինսկին չէին կարող ուտեին, հացը կարող էին ուտեին եւ այդ ժամանակ Կանդինսկի արժեքը շատ, ասենք թե հավասարվեց հացի արժեքին, հա, դա չի նշանակում, որ դա իրականություն է, դա հարաբերական, դրա համար մենք խոսելով ճշմարտության մասին, մենք պետք է վերցնենք բացարձակ ճշմարտությունը եւ փորձենք ըստ բացարձակ ճշմարտության նայել, ինչքանով է մեր հարաբերական ճշմարտությունը դիմանում դրան, հա։ Ես ճիշտն ասած հասկացա, որ մարդը պետք է փոխվի, հա։ Իրականում ամենքս մենք ապրում ենք սեփական իրականության մեջ, սուբյեկտիվ իրականության մեջ։ Եթե մեկը փորձի ինձ ասել, որ կա օբյեկտիվ ճշմարտություն, ես չեմ հավատա, հա։ Օբյեկտիվ ճշմարտությունը կարա այդ ինչ որ ժամանակի մեջ ընդունվի, հա, օրինակ ես կարող եմ ասել, ես եւ Նազելին հիմա գտնվում ենք ռադիոտանը, չէ՞։ Օբյեկտիվ է, բայց ես նաեւ կարող եմ ասեմ, Նազելին գտնվում է ռադիոտանը, իսկ ես գտնվում եմ միկրոֆոնի դեմ նստած բազմոցի վրա։ Նույն տեղում չենք գտնվում, հա։ Դրա համար մարդը ինքը սարքում է ըստ իր գիտակցության, ըստ իր բանականության կարողությունների ոգեշնչման ստեղծում է իր սեփական իրականությունը, տեղավորվում է մեջը եւ սկսում է ապրել, հա։ Դրա համար ֆաշիստները, ասենք թե, կամ անարխիստները, կամ սատանիստները եւ այլն
Իրանք էլ ունեն իրանց իրականությունը, իրանք գտնում են, որ դա լրիվ ճիշտ է, հա, օրինակ մատերիալիստը ինքը ասում Աստված չկա։ Ինքը սարքում է նման իրականություն, որտեղ Աստված չկա ու ինքը դրա մեջ ապրում է։ Այո, բայց այսօր կարծես թե այդ իրականությունը բազմադեմ է դարձել եւ անհասկանալի։ Այսօր մենք չգիտենք, որ իրականությունն է ճիշտ, ճշմարիտ, որ իրականությունն է ընդհանրապես մարդուն պետք եւ որ իրականությունից պիտի մարդը ուղակի հեռու մնա կամ փախչի, այսպես մանավանդ համացանցային այս ժամանակներում, երբ որ մարդիկ այսպես կա հիբրիդային, այսպես պատերազմներ եւ այլն եւ այլն։ Դե իրականում ինչպես սկզբում նշեցի, ամենա կայուն փորձված ժամանակ անցած մեթոդը դա ինքնաիրականացման մեթոդն է, հա։ Ինքնաիրականացումը դա մի եղանակ է կամ մի գործողություն է, որը բերում է մարդուն գիտակցելու իր սեփական բնությունը։ Երբ որ մենք մեր սեփական բնությունը գիտակցում ենք, արդեն հասկանում ենք իրականում մեզ ինչ է հարկավոր, որ մեր իրականացված եսը իրան երջանիկ զգա, հա։ Օրինակ ասենք ես ինձ ըմբռնում եմ իմ մելամաղձոտ բնությունը, հա, կարոտի բնությունը, բաժանման բնությունը, հա, իմ սիրո օբյեկտից եւ այլն, եւ գիտեմ, որ իմ սիրո օբյեկտը որոշում է իմ ամբողջ կյանքը եւ այլն, եւ բնականաբար հենց որ ես գտնվում եմ նման տարածքի մեջ, նման իրականության մեջ, թերևս ես եմ ստեղծել դա, ես ինձ զգում եմ երջանիկ, կատարյալ եւ հավասարակշռված, հա։ Օրինակ այսօր առավոտյան ես քայլում եի Պողոտայի այս կանաչապատ տարածքով, նայում էի աշնանային տերևներին եւ այլն, եւ դա շատ համահունչ էր իմ այդ ասենք թե բաժանման կարոտի այդ տրամադրությունների հետ։ Այսինքն 15 րոպե ես ինձ զգացի հավասարակշռված իմ երջանիկ իրականության մեջ, հա։ Հետո իրականությունը փոխվեց, ես եկա ռադիոտուն, անձնագիր եւ այլն, Վաղը բոլորովին այլ իրականություն իմ իրականությունից մեջից դուրս թռա, բայց նազելին տեսա, ինքը բերեց նորից մցրեց ինձ իմ իրականության մեջ։ Աշոտ, ես ձեզ ուզում եմ դեռ այլ իրականություն տանել, վերադառնանք նորից խորհրդային ժամանակներ, որովհետև այն ժամանակ ձեզ որպես արվեստագետ, երիտասարդ արվեստագետ, այդպես հնարավորություններ չէր տրվում ներկայանալու, ցուցադրվելու եւ այլն, բայց դուք ուզում էիք ցույց տալ ձեր արվեստի առանձնահատկությունը, քանի որ նաեւ գիտակցում էիք, որ ձեր արվեստը տարբերվում է, այսպես ասած, պաշտոնական կամ ընդունված արվեստից։ Երբ դուք տեղափոխվեցիք Փարիզ եւ այնտեղ ազատ էիք զգում ձեզ որպես արվեստագետ, փոխվեց ընդհանրապես ձեր արվեստը եւ փոխվեց առհասարակ ձեր խոսքի, արվեստի խոսքի կամ ասելիքի գուցե տրամաբանությունը։ Իհարկե փոփոխություններ եղան, որովհետեւ մեր Հայաստանի էներգետիկ դաշտը ռելիեֆը, որ շատ մեծ ամպլիտուդաներ ունի սարերի պատճառով, դա մենք չենք կարող մեր բնությունից արտաքսել, որտեվ ծնունդը միացնում է մեզ այդ տատանումներին, հա, օրինակ, չգիտեմ, Լեհաստանում կամ Պրիբալտիկայում ծնված մարդիկ, իրանք կապվում են այդ հարթ, տափակ հարթ տատանումներին եւ բնականաբար իրանց տեմպերամենտը այդ տեսակը, մերը հայկական լեռնաշխարհի ես չեմ կարող ասել, որ ես փոխեցի իմ տեմպերամենտը, ոնց կար նույն ձևի մնաց, բայց լեռնային տեմպերամենտը դուք տարաք։ Հա, ու փորձեցի, ասենք, իմպլանտացիա անել, փորձեցի տնկել, էլի, այնտեղ այդ տատանումները, հա, այդ թրթռումները եւ շատ լավ անցավ։ Այսինքն շատ լավ անցավ, ինչով, որ շատ առատ հող է, որ մարդը իրան ազատ զգա ու ստեղծագործի ոնց որ ուզում է, բայց
ուրիշ խնդրեմ կար, որի մասին ես չէի մտածել երբեք, դա երկրի պատմությունն է։ Երկրի պատմությունը մեզ սահմանափակում է մեր ազատությունը, հա։ Մենք չենք կարող մեր երկրի պատմությունից փախնել, հա։ Դրա համար ամեն ինչ շատ լավ է ստեղծագործության մեջ, բայց երբ որ դու բերում ես քո թրթիռները, քո տատանումները եւ փորձում ես սերմացան անել, մարդիկ ասում են stop. Հա, մենք ունենք մեր երկրի պատմությունը, դու չես կարող մեր երկրի պատմության վրայից թռնել, հա, ոնց որ վաղը Նորվեգիայից մեկը գաստե եւ փորձի Նապետ Քուչակի վրայով թռնել, էլի, կամ ասել Գրիգոր Նարեկացու վրայով թռնել, չի կարող ինքը, չէ՞, հայերը միանգամից կասեն լսի ինգեր, հիշում ես քո հասցեն որտեղից ես եկել, չէ՞։ Դա բնական մոմենտ է եւ ասեմ, որ եթե մենք մտածում ենք, որ ինչ որ տեղ մեզ 100% կապահովի ազատություն, սխալվում ենք ու մեկ բան այդ ասենք բարփակող այդ շղթայացնող այդ ազատությունը շղթայացնող մեկ պարագաներից մեկն էլ հենց երկրի պատմությունն է, որի հետ մենք պետք է հաշիվ նստենք, հա։ Եվ ստեղ Հայաստանում ճիշտ է, մենք չունեինք բեմ չունեինք, հա, մենք չէինք, մեզ թույլ չէին տալի եւ այլն, չէին տալիս տարածք եւ այլն, ուրիշ մեթոդով գնացինք, մենք սկսեցինք վերցնել։ Մենք չէինք սպասում այլևս մեզ կտան եւ թե չեն տա, հիմա ժամանակից արվեստի ինստիտուտում շատ հրաշալի ցուցահանդես է նվիրված այդ մեր 88 թվականի պերֆորմանսին, որ անցավ նկարիչների միության տանը օֆիցիալ ցուցահանդեսի ընթացքում եւ ոչ մեկ մեզ թույլ չէր տվել, հա, ոչ մեկից մենք չէինք հարցրել, մեզ չէին տվել, բայց մենք վերցրեցինք, հա։ Սա էլ է մեթոդ, հա։ Այսինքն դուք չեք կարող Եվրոպայում վերցնել, իսկ այստեղ կարող եք վերցնել։ Ասեմ, որովհետև ես բավականաչափ չգիտեմ Եվրոպայի պատմությունը, հա, անկեղծ պետք է ասեմ, այսինքն ոչ թե չգիտեմ, գիտեմ ինչ-որ բան, բայց դա իմ պատմությունը չի, Նազելի ջան, հա, իմ պատմությունը չի, դրա համար ես հեշտությամբ չեմ կարող այդ ամեն ինչ անել, տես օրինակ ծնողները եւ որդիները, չէ, օրինակ ոչ մեկ չի կարող իր ուրիշի ծնողներին ասի դե զզվցրիկ, չի կարող ասի, բայց սեփական ծնողին ասում է, չէ, ինչի որտեվ գիտի սեփական ծնողի ռեակցիան գիտի։ Հիմա ես էլ գիտեմ իմ երկրի ռեակցիան, բայց Ֆրանսիան ինչքան էլ ինձ ընդունել է, ես Ֆրանսիայի քաղաքացի եմ եւ այլն, գույցունի իր պատմությունը եւ ավանդույթները կարող է ասենք թե մի 5 սերունդ հետո այդ ամեն ինչը փոխվի, բայց մեկ է, դու մնում ես քո այդ տատանումներով եւ քո մեջքին sense ցկված ալա կպած հավերժ քո երկրի պատմությունը, որից դու չես կարող փոխվել, ուզում ես գնալ լուսնի վրա, պատմությունը հետը տանում ես, հա, եւ երբ որ դու մտածում ես, որ դու ծնվել ես այս աշխարհում միլիոնավոր անգամ եւ ամեն անգամ քո մեջքին մի հատ պատմություն ա դրվել, մի անգամ, չգիտեմ, չինական պատմություն ա դրվել, մի անգամ իտալական, մի անգամ, չգիտեմ, լուսնի, արևի եւ այլն, դասպես ինչքան պետք է ես այդ պատմությունները կրեմ, էլի, հա, որտեվ հիմա պատմությունը ամենա ոչ ճշգրիտ պատմությունն է, հա, ով ոնց ուզում է սարքում, այսօրվա օրով պարզվում է, որ ամերիկացիները հաղթել են երկրորդ համաշխարհային պատերազմը, հա։ Դենց արդեն գրում են դենց, էլի։ Ռուսները իրանց պատմությունն են գրում, ֆրանսիացին ասում են, ոչ, մենք որ չլնեինք, Շարլ դե Գոլը չլնեինք։ Մենք հայերս բնականաբար, եթե մեր հայերը չլնեին, Էլսոն Ստեփանյանը եթե չլներ, պատերազմը տակ կտար, մենք այսօր Հիտլերի դեմը չէինք կարող լինել։ Դա նորմալ բան է, որտեղ այսինքն ինչն է հետաքրքիր, որ ես փոխում եմ պատմությունը իմ երկրի եւ իմ երկրի ժողովուրդը ապրում է նոր պատմության հիման վրա։ Հասկանում ես, շատ զարմանալի բան է, ասենք թե
Թուրքերը գրում են նոր պատմություն, ասում են եղեռնը չի եղել, հայերին ոչ մեկ չի կոտորել։ Նոր սերունդները ծնվում են եւ սկսում են ապրել համապատասխան այդ պատմության։ Հասկանում ես, ու մենք չգիտենք, օրինակ մենք հայերս չէ գրել ենք մեր պատմությունը Տիգրան Մեծի եւ այլն, չէ, այդ ամեն ինչ մենք ընդունել ենք, բայց ես չգիտեմ, իրոք տենց եղել է։ Իսկ դրա հետ կապ կա ընդհանրապես արվեստի վերացական մտածողության, երևակայության հետ, չէ՞ որ դա էլ ինչ-որ իմաստով երևակայություն, չէ՞, այդպիսի մտածողությունը, բայց նաև այն ինչ որ դուք ասեցիք, իհարկե վտանգավոր բան է, եթե այսպես նայում ենք պատմական, քաղաքական, դիվանագիտական, նույնիսկ ասենք տեսանկյունով, բայց օրինակ դա հնարավոր է դա ընդունելի լինի արվեստի տեսանկյունից։ Անշուշտ արվեստը մեծ դեր է խաղում։ Եթե արվեստը մեծ դեր չխաղար, երբեք նոր իշխանությունը չէր վերցնի իր թևի տակ արվեստը եւ չէր սկսի կառավարել։ Դες հենց բոլշևիկները եկան իշխանության, վերցրին արվեստը իրանց թևի տակ։ Հիտլերը եկավ իշխանության, վերցրեց։ Դա ինչի է, որտեվ արվեստը մարդու սիրտը, հոգին, հոգեբանությունը փոխելու հատկություն ունի, հատկապես կինոն, որտեվ կինոն ինձ քեզ մի հատ ալտերնատիվ իրականություն է ցույց տալիս, որ դու ոչ մեկ այսօր գիրքեր չի կարդում, պատկերի հասկացողություն կա, որ պատկերը սկսում է ղեկավարել մեր բանականությունը, տես օրինակ, եթե ուզում եմ մածուն վաճառեմ, չէ, ես մածունը չեմ ցույց տալի, գեղեցիկ կին եմ ցույց տալի, չէ, մածունի վրա ոչ մեկ չի նայում, մածունի համի մասին չի խոսքը գնում, այլ այդ պրեստիժի մասին է խոսքը գնում, մի հատ պատկեր է, որը մածունը առնել է տալիս, այսինքն պատկերը ինքը մեծ զորություն ունի, մենք ինչի որ ուզում ենք ամուսնանալ, առաջի պատկերը չենք վերցնում, փնտրում ենք, սկզբից պատկերն ենք գտնում, հետո պատկերի մեջ փաթաթված բովանդակություն, հասկանում ես, ոչ մեկ չի գնա, ասենք սեղան առնելուց ամենատգեղը չի ընտրի, իր համար պետք է ամենալավը լինի, թեկուզ մեր համար տգեղ է, բայց իր համար դա է ամենալավը, ամենալավը ընտրելու հատկությունը մարդը ունի ծնե, հոգին այդ հատկությունը ունի եւ դրա համար մարդը ամենալավը ընտրելուց գալիս է ասնա, որ ամենալավը Աստվածն է, Աստծուց լավը չկա, եւ նկարչության մեջ եթե նայենք անընդհատ այդ փոփոխությունները եղել են, ասենք թե այնտեղ ռենեսանսից հետո կարավաջես այդ պահն է եկել, հետո եկել են բարբիզոնցիները, հետո եկել են իմպրեսիոնիստները, ֆովիստները, պուանտելիստները, ինչի մենք այդքան կարիք ունենք պատկերը փոխելու։ Ինչի կա բացատրություն։ Այո, բնականաբար, որտեղ մենք փնտրում ենք կատարյալը։ Վերցնենք օրինակ sense բարբիզոնյան արվեստը, չէ՞, ինչի դարավ իմպրեսիոնիզմ։ Ինչի դարավ, որտեղ գույնն ու լույսը չէր հերիքում։ Հենց մտցրին գույնն ու լույսը ռոմանտիկան դուրս թռավ։ Ասեցին դե լավ, եկեք մտցնենք այդ դիվիզիոնիզմի ու կետերով նկարելու բանը, տեսակը մտցնենք, որտեվ ինչի, որտեվ վերացականությունը իմպրեսիոնիզմի մեջ մտցրեցինք, որտեվ այնտեղ չկար մտցրեցին վերացականությունը եւ տեսան էլ ինչ որ բան պակասում է, ինչն է պակասում, երկրաչափությունը, ճշգրտությունը, հետո բանն է պակասում է, ասենք թե փիլիսոփայությունը, բայց հենց մենք ուզում ենք արվեստի մեջ մի նոր էլեմենտ մտցնենք, հնից մի բան կորցնում ենք։ Մի բան ասեմ, հենց այս միտք տվեցիք, այսօր ես արհեստական բանականությանը հարցրեցի ժամանակակից արվեստի ապագայի մասին, նա ինձ հուշեց, որ ապագայի արվեստը դա զգայական արվեստն է, այսինքն մարդու զգայարանների հետ գործ ունի։ Ինչ եք կարծում, դուք ասենք այդպես մտածել եք երբեմն, հիմա դուք այսպես արվեստի պատմական այսպես ընթացքը հուշեցիք եւ եթե գանք մեր օրեր ու արհեստական բանականության ժամանակները, այսպես ինչ է հուշում ձեզ։ Իրականում արհեստական բանականությունը ինքը
իսկական բանականության հետ չի կարող ոտ մեկնի։ Նա ընդհանրապես գործիք է, հա։ Մենք չենք կարող ասել, որ այնտեղ էլեկտրիկը դա հենց ինքը ատվերտ կենա, չէ, այսինքն դա գործիք է կամ խիրուրգը վիրահատողը դա սկալպելը չի, էլի։ Նույն ձևի արհեստական բանականությունը ինքը ընդհանրապես գործիք է, ընդ որում ինքը շատ մեջը ունի քաղաքականություն, շատ մեծ քաղաքականություն ունի եւ ես դա կարող եմ նույնիսկ ապացուցել, բացատրել, որ դա եւս ժողովրդին ղեկավարելու լավագույն միջոցներից է, հա։ Դա սկսեց 70-ական թվականներից շատ ակտիվ դեպով։ Մի օրինակ բերեմ, հա։ Ես օրինակ հիշում եմ, որ մենք մեր սովետական գրքերը, որով այսօր թվում է թե վատն են, բայց շատ լավն էին, ասենք թե գրվում էր բիոլոգիայի գիրքեր, չէ՞, կենսաբանության գիրքեր եւ մեջը հարց կար այնտեղ։ Ինչպես են բազմանում ձկները։ Հարց։ Հիմա աշակերտը հիմնվելով իր գիտելիքների վրա մտածում էր, ասում էր ձկները սենց են բազմանում, հա։ Այսինքն ինքը ճիք էր գործադրում ըստ իր հասկացողության պատասխանում էր։ Եվ ես տեսա իմ երեխեքս, որ սկսեցին սովորել Ֆրանսիայի դպրոցներում, իրանց մոտ սենց է, որ ինչպես են բազմանում ձկները, առաջինը իրար հետ համբուրվում են, ասենք թե երկրորդը ձուենացում, չորրորդը թրջկոտում են միասին։ Որն է։ Նա գցում բռնում է, որը կարող է իրան որն է դուրս հարց է ցակում, իսկ ինչու 3 օրինակ։ Ինչու ոչ 4, 5, չէ՞։ Կարող է ես բացի այդ 3-ից ունեմ ուրիշ մի պատասխան։ Դուք ունեք պատասխան, թե ինչու 3։ Ձկներից։ Չէ, ինչու 3 տարբերակ ոչ թե ձկների։ 3-ը հեշտացնում է, որտեղ որ 4-5 անեն, արդեն դուք սկսես շատ մտածել, իսկ որպեսզի ժողովուրդը շատ չմտածի, որտեղ ինչքան ժողովուրդը շատ է մտածում, եւ ինչքան ժողովուրդը խելացի է, այնքան վտանգավոր է, չէ՞, դրա համար ժողովրդին պետքա տգիտության մեջ պահել, որպեսզի ժողովուրդը լավ ղեկավարվի։ Այո, բայց արհեստական բանականությունը գիտության մասին չէ, ես կասեի հակառակը գուցե։ Չէ, Նազի ջան, հիմա ես ասեմ, բանականությունը, ասենք մենք ունենք հիմա բանականություն, հա, ոչ արհեստական։ Մենք իրան լցնում ենք։ Մեր բանականության մեջ կա մեր իղձերը, մեր բանականության մեջ կա մեր խիղճը, մեր դավանանքը։ Իսկ դա էլ է սահմանափակում մեր ազատությունը։ Բնականաբար։ Ոչ միայն իմ համար արհեստական ինտելեկտը բռնություն է, որովհետև բոլորս ստիպված են լինելու ապրել նենց, ոնց որ այդ ինտելեկտը պետք է մեզ թելադրի։ Ես չեմ ուզում ապրեմ ինտելեկտ, այդ ինտելեկտի թելադրությամբ։ Ես ռադիոլսողին ասեմ, որ Աշոտը ինձ համար մի այսպես նվեր էր բերել, կոնցեպտուալ արվեստի գործ, որի վրա գրված է մարդու սիրտը վանդակի մեջ է, ու ես ուզում եմ մի փոքր մեկնաբանեք, սա էլ է դրա հետ կապված, որ մենք բոլորի սրտերը եւ հոգիները այսպես վանդակված են։ Եվ մենք այդպես ազատություն չունենք։ Վեդյան գրքերի մեջ հրիդա տենց բարկա սանսկրիտով հրիդա նշանակում է սիրտ, եւ սիրտը նկատի չի ունեցվում այդ օրգանը, որ արյան շրջանառությունն է ապահովում, սիրտը դա մեր բոլոր զգայարանների ընդհանրությունն է։ Երբ որ մարդը մի բան տեսնում է, հա, օրինակ տեսնում է ծաղիկ, եւ այդ հոտը առաջանում է քթի մեջ, համը առաջանում է բերանի մեջ, ձայնը առաջանում է ականջի մեջ, միևնույն ժամանակ, այսինքն իրանք իրար հետ միացած են, բոլոր զգայարանները միացած են եւ աշխատում են իբրև մի զգայարան, դա հենց սիրտն է։ Եվ այդ սիրտը ինքը գտնվում է վանդակի մեջ, հա, եթե նայենք շատ անատոմիական բանով, իրոք կրծքա վանդակի մեջ է, վանդակի մեջ է։ Իրականում սիրտը վանդակի մեջ է իր ցանկությունների։ Երբ որ ինչքան մենք շատ ցանկություններ ենք արտաբերում այս մատերիալ աշխարհի վայելքների, այնքան սիրտը ավելի հաստ պատերով վանդակի մեջ է։
գտնվում, հա, այդ վանդակի այդ ձողերը դա մեր նյութական, էգոիստական ցանկություններն են։ Երբ որ մարդը դուրս է պրծնում այդ էգոիստական, հա, ինքդ քեզ, ինքդ քո սեփականության եւ այլն, այդ էգոիստական բանից երբ որ ազատվում է, այդ վանդակը վերանում է։ Լավ, Աշոտ, շատ կարևոր ու հետաքրքիր բաներ եք ասում, բայց մի բան կա, որը էլի ինձ բերում է նախկին խոսակցության այսպես տիրույթ, ընդհանրապես այս ամեն ինչը, որ դուք ներկայացնում եք, մարդուի օգուտ մարդուն է, այսինքն մարդու տեսանկյունից է խոսում։ Հնարավոր է ասենք այս ամենը կարողանա իրականությունը փոխել, այն իրականությունը, որի մեջ մենք ապրում ենք, հենց այդ արհեստական բանականության իրականությունը, որի մեջ ամբողջ մարդկությունն է ապրում։ Արվեստը եւ նմանատիպ արվեստը իզորու է փոխել ինչ որ մի բան։ Անպայման, Նազիրի ջան, ես էլի մի շատ առօրյա կյանքից մեր ուշադրությունը, տեսեք, մեր ուշադրությունը կանգ չի առնում նման գրությունների վրա, երբ որ մենք սովոր ենք հեռախոսով թերթել եւ այսպես մեր ուշադրությունը անընդհատ շեղել տարբեր ուղղություններով։ Մի շատ առօրյա կյանքից օրինակ բերեմ, որ հասկանալի լինի ոնց ենք մենք փոխում իրականությունը, չէ՞։ Մենք ունենք վատի եւ լավի չափանիշներ ունենք, չէ՞։ Օրինակ ասում ենք այս կոստյումը լավն է, մոդայիկ է, չէ՞։ Անցնում է 3 տարի, մոդայից դուրս է գալի, ասում ես, ահա որ է, ես ես չեմ հագնի, բայց ինքը չի փոխվել այդ կոստյումը, նույնն է ոնց որ այն ժամանակ, չէ՞։ Ինչը փոխվեց։ Իրականությունը ոնց փոխվեց, ոնց դա որ լավն էր, դարավ վատը։ Ինչը փոխվեց։ Մեր հայացքը փոխվեց այդ կոստյումի նկատմամբ։ Հա, տենց է փոխվում իրականությունը։ Ընդամենը մեր հայացքն է փոխվում։ Չէ՞։ Այդ հայացքը փոխելը ոնց, իսկ այդ հայացքը որտից է գալի։ Մեր ներսից է գալի, մեզնից է գալի։ Այսինքն հնարավոր է իրականությունը փոխել արվեստով։ Իհարկե, որտեղ այն նոր մենք գալիս էինք, ասես ինչ տխուր վատ եղանակ, ես էլ ասացի, ինչ հրաշալի եղանակ է։ Շատ լավ, փորձենք ամփոփել մեր զրույցը, արդեն հաղորդումն ավարտվում է։ Աշոտ, քանի որ տարեվերջ է, ես կուզենայի նաև ձեր ցանկությունների մասին դուք այսպես հղում անեիք, ոչ միայն ընդհանրապես հայկական իրականությանը եւ այսօրվա մեր կյանքի առնչվող մեզ բոլորիս, այլ նաև գուցե ամբողջ մարդկության առումով։ Ես կարծում եմ, որ մարդկությանը մի բան է միացնում, ես երկար եմ ուսումնասիրել այդ պահը, մարդուն կօգնի ամենաշատ Աստծո հետ հարաբերությունները, դա կրոնի հետ կապ չունի, եթե մենք վերցնենք օրինակ մուսուլմանական սուրբ անձնավորության, հրեա սուրբ անձնավորություն, ասենք քրիստոնյա սուրբ անձնավորություն եւ վերցնենք եւ ուսումնասիրենք իրենք կյանք, իրենք բոլորը միատեսակ են ապրել, նույն ձևի, իսկ այս կամ այն կրոնի հետևողները բոլորը տարբեր ձևի են ապրում, ինչի՞։ Որտեվ սրբերը ապրել են նվիրվածության սկզբունքներով, իսկ նվիրվածության սկզբունքը միացնում է բոլորին, իսկ կրոնը բոլորին անջատում է, ասում է, ես սենց եմ, դու նենց ես, դրա համար ես, եթե ցանկության հարցն է, ես կուզեի, որ մարդիկ հասկանան, որ այդ նվիրվածությունը, հա, Աստծո նկատմամբ նվիրվածությունը, դա ամենաբարձր բանն է, դա կրոնից բարձր է ավելի, եւ դա է, որ մարդու սրտերը կարող է միացնել։ Այսքան է, շնորհակալություն, ձեզ սպասում ենք Գարնանը, որովհետև գիտենք, որ նոր ծրագրեր կան արվեստի հետ կապված, հուսով ենք առիթ կունենանք հանդիպելու այստեղ։ Մեծագույն հաճույքով։ Շնորհակալություն, սիրելի ռադիո լսող, իմ հյուրն այսօր փարիզաբնակ արվեստագետ Աշոտ Աշոտն էր, զրույցը վարեց Նազելի Օհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն